Կաթողիկոսի եղբորը Գևորգ Ներսիսյանին և որդուն ձերբակալելու որոշում է կայացրել քննչական կոմիտեն։ Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու համար, բայց ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի չկա հանցագործությանը նմանվող դեպք անգամ։ Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն մոտեցել է մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը։ Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է համբարձումի հայրը, Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել։ Հաղորդումը ներկայացրել է Վաղարշապատի ավագանու թեկնածուներից Հարություն Մկրտչյանը։ Նրա խոսքով կաթողիկոսի եղբորորդին սեռական բնույթի հայհոյանքներով է խոսել տեսանյութում երևացող տղամարդու հետ, որն ավագանու 5-րդ համարն է։ Տեսանյութը, որքան հասկացա, վերցված է Ներսիսյանների տան դիմաց տեղադրված տեսանկարահանող սարքից։ Բանալի բառը երևում է։ Բաձայինը ինչու եք խլացրել, որ սեռական բնույթի հայհոյանքները, անվանարկումները, վիրավորանքները, սադրանքի իսկությունը չլսվի։ Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու և քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու հոդվածով ձերբակալել են կաթողիկոսի եղբորն ու նրա որդուն։ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը 68 տարեկան է։ 2002 թվականից մինչև 2021 թվականը Ներսիսյանը ոսկեհատի վարչական ղեկավարն է եղել։ Ամուսնացած է, ունի 3 երեխա, 1 աղջիկ, 2 տղա։ Ներսիսյանն անկուսակցական է։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։